գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռամ մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Ով կատ է, դուրը բաց։ Ով կա տեղ, դուրը բաց։ Ես եմ Արման, Ռոզանա բայ, չէ ամեն ինչ շատ վատ է, ոստիկան էր եկել դուրս, հա, քեզ պիտի տեսնեմ, լավ, վարվելու ես Ռոզա, պիտի շատ զգուշ լնես, վարվելու ես Ռոզա, Ծածկագիրեր ունեք, որոն փոխկնդապետ։ Հետաքրքիր է, ինչ է թաքցնում, որ ծածկագիր ունեք։ Հիմա կպարզենք, թե ինչ եք թաքցնում, պարոն Ադոնց։ Բարեձեզ։ Արփեադոնց էստեղ ապրում։ Հա, ինչով կարող եմ օգնել։ Այս ծաղիկները իր համար են։ Կարող եք կանչել իրեն։ Չէ, ինքը չի կարող մոտենալ մի քիչ վատառողջ է, բայց ես կարող եմ փոխանցել իրեն։ Լավ։ Իսկ այս ում կողմից է նշված է մեջը։ Հա, բացիկի մեջ նշված է։ Շատ լավ, մերսի։ Լավ, շնորհակալություն, հաջողություն։ Հաջողություն։ Ով էլ կհասկացեր, որ այս տարոնից պետք է լինի։ Ոչ մի բան չի լինելու։
Պրոցես Գերամ Խորենիչ լավ եք։ Լավ եմ, բարի։ Ես ինչ հաշիվա։ Միայն չասես, թե ծաղիկներով եկել ես ինձ տեսնելու։ Համակարգչիս հետ ինչ գործ ունես, մայոր։ Դե իրականում ճիշտ ես։ Ես ուղղակի Դու ինչ։ նենց հանկարծակի ներս մտա շփոթվեցի։ Շտապ մեյլ ունեի ուղարկելու, իմ համակարգիչն էլ այսօր ինչ-որ չի միանում։ Մեզ այդ չի նշանակում, որ առանց իմ թույլտվության ու գիտության պետք է մտնես իմ համակարգչի մեջ։ Իհարկե համաձայն եմ։ Բայց ոչ էլ կարողացա օգտվել։ Գաղտնաբար էր դրված ու ոչինչ չստացվեց։ Խնդրում եմ մյուս անգամ առանց ինձ տեղեկացնելու նման բան չանել։ Իհարկե։ Եթե այդքան շտապ չլիներ մեյլ ուղարկելս, բնականաբար քո համակարգչից չէի փորձի օգտվել։ Կներես։ Սահակյան, եթե համակարգիչը խնդիր ունի, համապատասխան բաժնի աշխատողին ասա, թող գա նայի տեսնի ինչ խնդիր է, այդ խնդիրը վերացնի։ Ինձ թվում է դա ճիշտ է։ Իհարկե։ Չէ, ես անկեղծ կգտնվեմ ու կասեմ, որ անկերոջս մոտ էի։ Խնդրեց ես գիրքը փոխանցեմ Արփին։ Ծաղիկներն էլ ձեր մուտքի մոտ առաքիչը խնդրեց փոխանցեմ Արփին։ Պարզ է։ Գերամ Խորենիչ ջան, ես ուղղակի մի քիչ տապում եմ, գործեր ունեմ, որ խնդրեմ ես գիրքն ու ծաղիկները փոխանցեք Արփին, իմ կողմից էլ քաջ առողջություն մաղթեք, լավ։ Ռաջան, քո կարծիքով ես մեր տանը առաքիչ եմ աշխատում։ Չէ, ես նման բանից թույլ չէի տա մտածել, ուղղակի կարծեցի կարող է անհարմար լինի իմ փոխանցելը։ Անհարմար չի։ Ինչի համար որ եկել ես, գնա անձամբ էլ արագործդ։ Վերջում էլ առողջություն կցանկանաս ու կգնաս։ Շատ լավ։ Շան տղա։ Եկել է սատանի մայլենքյան դրպասը խաղում։ Հա։ Ալեք։ Կարելի է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ալեք։ Հիմա կասեք, ինչ եք այդ ծաղիկները ձեռքիդ կանգնել։ Խոսես մի բառ, թե եկել ես ուղղակի սենյակումս կանգնես ու գնաս։ Այս գիրքը Լևոնն է խնդրել փոխանցեմ։ Այս ծաղիկներն էլ Գիտեմ։ Երևի շատ մեղավոր ես քեզ զգում ու որոշել ես ծաղիկների միջոցով ներողություն խնդրես։ Միանգամից ասեմ, որ ոչ մի բան չի ստացվի։ Ապի ջան, այս ծաղիկները Պետք չի, Սուս, մի շարունակի։ Ասեմ, արմատից փոկած այդ ծաղիկները ոչ մի բան իրոք իմ մեջ չեն փոխի։ Որովհետև ոչ ջուրն եմ դնելու, ոչ էլ խնամեմ։ Նենց որ ոնց բերել ես, տենց էլ տար։
Ասում եմ, այս ծաղիկները Հա, ինչ հեշտ է, չէ ամեն ինչ։ Տենց նեղացնել մարդուն, հետո մի ծաղկե փնջով ներողություն խնդրել ու վերջ։ Շատ հավես է։ Ոչ քեզ եմ ուզում տեսնեմ, ոչ էլ այդ ծաղիկները։ Նորից եմ կրկնում, ոնց բերել ես տենց էլ տար, եթե չէ պատուհանից դուրս եմ շպրտելու։ Բե իսկականից ես դու ես էլ քո տարոնի նվիրած ծաղիկները, ինչ ուզում ես արա, ուզում ես խնամի, ուզում ես դուրս շպրտի։ Այսինքն տարոնի տված ծաղիկները։ Հենց է տենց։ Ոնց ուզում ես ասես դու չես բերել ինձ այս ծաղիկները։ Չէ։ Տարոնն է տվել, բա տենց ասա, միանգամից ասեիր, սիրուն են, կտաս փոխանցի տեսնեմ, հա։ Սիրուն են, ինչ անուշ հոտ է գալիս, իհարկե տարոնն է տվել ես սիրուն ծաղկե փունջը, մենակ ինքը կարար սենց սիրուն ծաղիկներ տար ինձ, ոնց չէի մտածել են սկզբից, որ ինքն է տվել։ Դե ով ունի դրա հնարավորությունները Արփի ջան։ Ճիշտ ես, ոչ մեկ չունի։ Դե, էլ ճաշակից չխոսամ։ Ամեն ծաղիկը խոսում է տարոնի բարձր ճաշակի ու նրբանկատության մասին, գիտես։ Աստված իմ, էս ինչ սիրուն են իրոք, չէ։ Ինձ թվում է, եթե մի քիչ էլ գովես այդ ծաղիկները, կսկսեն հետը չփվել, գիտես չէ, շնորհակալություն հայտնել։ Հա, ինչի՞ չէ որ, կարա լինի։ Ես հավատում եմ, որ տարոնի տված ծաղիկները կարան խոսան, գիտես։ Բարև Արմանը։ Բարև, ինչ է, քեզ կարելի է։ Սուս, Արունը ջուրա կտրե։ Ոնց թե։ Արման, մենք ոնց պայմանավորվել ենք, ես ամեն ինչ խելոք անում եմ, չէ։ Ինչքան փող եմ աշխատում, քո տոկոսը ժամանակին տալիս եմ։ Բայց ի՞նչ է նշանակում այդ միլիցեն ինչի է եկել իմ դուրը։ Ես չեմ հասկանում։ Դու իմ կռիչն ես, չէ, Արման։ Այսքան ժամանակ ես քեզ քաշած չկամ։ Որ ասում եմ հանգիստ եղի, ուրեմն հանգիստ եղի։ Հա, բայց փաստն է նա, որ այդ միլիցեն իմ դուրն է եկել։ Դու գոնե պատկերացնում ես, որ բլոճներիցս մեկը դուրը բացեր։ Պատկերացնում եմ։ Բլոճների ձեռիցը կառնեին, քեզ էլ բան կծեին, ինչեւ մեռնելը տարեվերից չէր կնա։ Դե լավ, դու էլ է բերանդ թխեր բաց։ Թու։ Հանգիստ եղի, կատակ եմ անում։ Միլիցիան երևի նոր է, դրա համար է եկել թումով։ Նրանից ոչ մեկ թումով չէր գտել։ Բա հիմա ինչ ալնելու։ Այսօր կիմանամ ով է։ Խոսամ հետ էլ մոտը չի գա։ Հայլ է Արման ջան։ Թե չէ, գիտես, ինչքան փող ուզում ես, ես տալիս եմ։ Ես էլ ուզում եմ, որ խիղճս հանգիստ ապրեմ։ Ես սաղ կիմանամ, գցեմ տեղը, քեզ էլ խաբար կանեմ։ Բայց եթե միլիցիան էլի եկավ, դուռը չբացես։ Նավսակ եմ ասում եկա։ Դե լավ Արման ջան, դե ես գնամ, դու էլ տես ինչ ես անում։ Արման, հաստատ պրոբլեմ չի լինի, չէ։ Այ կնիկ այսքան վաղ դեպա պրոբլեմ եղել։ Դե լավ, եղավ Արման ջան, դե տես ինչ ես անում։ Կսպասեմ քո խաբարին։ Շատ ես պատրաստվում այդ ծաղիկներով հիանալ ձեռքդ նստել։ Հա, ախր ինքան սիրուն են, չեմ կշտանում, ուզում եմ անընդհատ հիանամ։ Լսի ասում կարող եմ մի հատ ֆոտո անեմ ուղարկի այդ տարոնին, թող ինքն էլ իրան լավ զգալի տղա է։ Ալեկ, ես ինչ լավ բան ես ասում։ Ապրես դու։ Իրոք տարոնը շատ կուրախանա։ Իմ առախսով նկարես, թե քո։ Արի իմով նկարի, կամերան լավն է շատ։ Ձեռս արում Արփի։ Չէ, լուրջ եմ հասում։ Մենակ մի հատ մազերս կարգի բերեմ, սաները սուրա։ Մեկ էլ երևի շրտներկս թարմացնեմ, չէ։ Լավ, ավելի ես գնամ, դու ուզում ես շրտներկը թարմացնել, ինչ ուզում ես արա։ Ուզում ես զանգի այդ տարոնում շփվեք եղել։ Ալեկ, ինչ է այդդ կատարվում։ Լսի, մեկը մեկից հրաշալի գաղափարներ ես ասում։ Ճիշտ է,
Սկզբում կնկարեմ կուղարկեմ Տարոնին, հետո կզանգեմ առանձին շնորհակալություն կհայտնեմ ծաղիկների համար։ Ավելին ասեմ, Instagram-էլ կգցեմ, որ բոլորը տեսնեն Տարոնը ինչ սիրուն ծաղկեփունջ է ինձ նվիրել։ Ինչ մի տեղավորվեցիր։ Մտածում եմ ջերմություն ունես կամ լավ չես զգում քեզ ինչ-որ զառանցում ես էլի Արփի ջան։ Ես էլ չեմ ուզում sense վիճակում քեզ մենակ թողնեմ։ Ճիշտ է շտապում եմ, բայց մի քիչ կսպասեմ մինչև դզվես նոր կգնամ։ Շտապում ես։ Հա, երևի Տարոնի մոտ էլ առաքիչ ես աշխատում, դրա համար ես չէ շտապում։ Չէ, Արփի ջան։ Հանգիստ եղի, ես էլ շրջանում մենակ պապիկիդ մոտ եմ աշխատում։ Վարորդն եմ էլի պապիկիդ։ Հասկացա։ Դե լավ, բայց դու իմ մասին մի մտածի։ Գնա, պապիկս հաստատ տեղեր ունի գնալու, տար, հա։ Բայց դու երևի տեղեր չես, ձեր մեքենան պլաշատկում է, գիտես, չէ։ Հա, ոչինչ։ Ոտքով տար։ Մաքուրոթը առողջությանը շատ լավ է, քեզ էլ օգտակար կլինի։ Շատ լավ բան ես ասում, գիտես, չէ։ Ասենք լավ էլ եղանակ է, կարելի է գնամ, ասենք պապիկին գրկեմ։ Բայց հրաշալի եղանակին քայլենք իրար հետ։ Ուր պետքա տանեմ, համ տենց ուժեղ կլինենք, համ է առողջ, էլի։ Դες գնա պապիկին վերցնեմ, դու էլ չմոռանաս մի հատ անպայման զանգի Տարոնին, թող իրան լավ զգա էլի տղեն։ Չեմ մոռանա, հաստատ չեմ մոռանա։ Լավ։ Դե չես գնում։ Գնա, հո կոմոդից չեմ զանգելու Տարոնին։ Ես գցի վրետ էլի, ամեն դեպքում չմրսես, դե շուտ ապակինվի։ Հիմար Ալո, Տարոն, հա, ես եմ։ Ինչի ես էլի ծաղիկներ ուղարկել։ Ես քանի անգամ քեզ պետք է ասեմ, որ չուղարկես ինձ ծաղիկներ։ Հասկացա, Արփի։ Հասկացա ասում եմ։ Մեկը անելու եմ նենց ոնց որ ես եմ ճիշտ գտնում։ Ալո։ Անջատեց։ Բարև ձեզ Տարոն Գևորգիչ։ Հետ ինչ ես անում։ Ուզում եմ ձեր ռեստորաների ոճով փոփոխություններ անեմ։ Ո՞վ է քեզ տենց բան ասել։ Դե բուջուր բան էր, որ շունչ։ Վարդան, ով է քեզ տենց բան ասել, որ ինքնագլուխ բաներ ես անում։ Դե մտածում եի ձեզ դուր կգա։ Ձեր մնացած ռեստորաներում այս նույն շտրիխներից կան։ Վարդան, ես իմ ռեստորաններից չի։ Այս Արփի սիրած տեղն է, ուստեղ ոչ մի բան չի կարող փոխվի, հասկացար։ Հասկացա։ Ու առհասարակ, ստեղի պահով ոչ մի բան մի մտածի, առավել եւս ձեռնարկի, պարզա։ Հա։ Վարդան, դու իրոք չես հասկանում, որ պետք է անես այն ինչ որ քեզ ասվում է։ Քեզ տեղ ոչ մեկ չի բերել նրա համար, որ այն ինչ մտքովդ անցնում է, անես։ Լավ, Տարոն Գևորգիչ։ Գնա ազատ ես։ Այն Արենի տեղերքդ հետևում են։ Հա։ Լավա գոնե այդ մի ասածս նորմալ անում ես։ Ու հիշի, ստեղ ամեն ինչ պետք է մնա Արփի սրտով։ Պարզը։ Գնա ազատ ես։ Լուսե, ինչ ես տխուր, կարող է այսօր էլ իմանան քեզ նեղացրել է։ Չէ։ Բա ինչ ա եղել, ինչ ես տխուր։ Ուղղակի այսօր քիչ փող եմ աշխատել։ Վախենում եմ, որ գնանք տուն, Ռոզան ինձ ստեցի։ Այսօր ես էլ եմ քիչ փող հավաքել։ Բա ինչ ենք անելու։ Լուսե, հələ դուր տենամ ինչքան փող կա մոտդ։ Էս հետ դու թղթից փողերը հանի։ Չունեմ։ Սուտ ես ասում։ Ճիշտ եմ ասում։ Այսօր այսքան եմ հավաքել։
հավաքել։ Չեմ հավատում։ Հաստատ էլի անցած անգամվա պես պահել ես։ Չէ, մանե, Լուսին ճիշտ է ասում։ Այսօր ես ու ինքը քիչ փող ենք հավաքել։ Սրանից հետո Լուսեի հավաքած փողերը մոտից չվերցնես։ Դու մի խառնվի եղավ։ Ես ինչ կուզեմ կանեմ։ Ներչան ես քո փողերն էլ կվերցնեմ։ Լավ չի։ Այսօր ես էլ եմ քիչ փող աշխատել։ Եթե այսօր էլ Ռոզային քիչ փող տանենք, հաստատ մեզ իրապ հետով ծեծելու է։ Բայց մենք մեղավոր չենք։ Ճիշտ է։ Այսօր ցուրտ տավ։ Այսօր շատ փող չենք հավաքելու։ Ռոզային տենց բաները չեն հետաքրքրում։ Իր համար կարևորային է, որ մենք իրան լիքը փող տանենք, որ ինքը մեզ ուտելու բան տա ու քնելու տեղ։ Բա ինչ անենք։ Ինչ պետք է անենք, պետք է գնանք Ռոզայի մոտ, հոստեղ չենք մնալու։ Ես չեմ ուզում գնանք տուն, որ գնացինք տուն Ռոզան հաստատ իր հետով մեզ ծեծելու է, ուղղած չի տալու ուտենք, քնելու տեղ էլ չի տալու։ Ոչինչ, մենք իրան կասենք այսօր մեզ չի ծեծի, վաղ իր համար շատ փող կբերենք։ Չէ, եղանակը ցուրտ է։ Ավելավը ոչ մի բան էլ չասենք, մենք այնքան էլ ուզենք չեն կարա շատ փող աշխատենք։ Ես շատ սոված եմ։ Ես էլ, բայց հույս չունենանք, որ այսօր մի կտոր չոր հասից ավել բան ենք ուտելու։ Բարև ձեզ։ Բարև։ Նստի։ Հուսամ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Իմ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես քո համար եմ անհանգստանում։ Այդ մեքենայի պատմությունը մտքիցս դուրս չի գալիս։ Կներեք ինչ նկատի ունեք։ Ալեք, մի բան պետք է հարցնեմ, բայց դու ինձ պետք է ճիշտը ասես, անկեղծ պատասխանես։ Իհարկե լսում եմ։ Դու ես կազմակերպել այդ վթարը։ Ցանկացել ես մերին վնասես, դրա համար էլ այդ մեքենայի արգելակները խափանել ես։ Ալեք պատասխանի։ Պարոն կապիտան, ես այդ ընտանիքից ոչ մեկին, առավելևս Արփին, չէի ցանկանա վնասել։ Ես քեզ հասկանում եմ, կարող եմ մտածել ես Ադոնսն եղել մեքենայի մեջ, դրա համար ես այդ քայլին գնացել։ Այն որ Ադոնսը իր արժանի պատիժը պիտի ստանա, դրանում կասկած չկա, բայց ես այս ձևով չեմ պատկերացրել իր պատիժը։ Ես ամեն ինչ օրենքի սահմաններում եմ տեսնում։ Հավատամ քեզ, Ալեք։ Պարոն կապիտան, ես այսքան ժամանակ սուտ ոչինչ չեմ ասել, ու էլի եմ ասում։ Նենց չի, որ այդ վրեժին մտքից դուրս է եկել, բայց ամեն դեպքում ես այս ձևով չեմ փորձի իրան պատժել։ Վրեժինս բանա, որ մարդուն ուտում է։ Երբ նայում ես ինքդ քեզ, հասկանում ես, որ քեզնից ոչ մի բան չի մնացել։ Վրեժը ոչ մեկին չի խնայում։ Երկու կողմին էլ վնասում է։ Ու ամենակարևորը գիտես որն է։ Այն որ դու երբեք երջանիկ չես լինի, որովհետև ներսումդ դատարկություն է։ Դատարկություն։ Հա Լևոն ջան, ես էլ մտածում էի մի քիչ հետո քեզ զանգեի, խոսայինք մի քիչ։ Ես զգացի, որ դու ուզում ես զանգես, ես զանգեցի։ Ալեք եկավ, բերեց գիրքը։ Հա Լևոն ջան, բերեց, բայց կարայր քո մոտ պահեիր, ես հետ գայի վերցնեի։ Մտածեցի հետ ուղարկեմ, որ հետդ գալուց ուրիշ գիրք բերես։ Ոնց ես Արփի ջան, ցավեր ոչ ունես։ Չէ, ցավեր չունեմ, ապրես։ Կարոտել եմ քեզ, որ լավ լինես կգաս, չէ, ինձ տեսակցելու։ Զինվորի տան մասին չեմ ասում, գիտեմ, որ այնտեղ հաստատ կգնաս։ Հա, շուտով հետ կգամ։ Դու մենակ ասա, ինչ գիրք բերեմ հետս հետ գալուց։ Ինչ ես ուզում քո համար կարդամ։ Չգիտեմ։ Ճակատագրով երևի ինձպես մեկի մասին, որ գոնե մոտավոր հասկանամ,
թե ինձ ինչ է սպասում, որովհետև այս վիճակը արդեն ինձ ներսից քրծում է։ Չէ, չեղավ սենց։ Այս ինչ ա եղել, որ ընկերս այսօր սենց տխուր է։ Ինչն է քեզ սենց ճնշել, Լևոն։ Առանձնապես ոչ մի նոր բան։ Նստած էի պատուհանի մոտ ու լսում էի դրսի աղմուկը, փորձում պատկերացնել մարդկանց անցուդարձը։ Դե, գիտես, որ լավանաս էլ կարիք չի լինի պատկերացնելու։ Դու ամեն ինչ քո աչքով կտեսնես արդեն։ Դու ինձ ուղղակի հույս ես տալի, դու էլ գիտես, որ տենց որ չի լինի։ Չէ, չհամարձակվես տենց ասես։ Դու անպայման լավանալու ես, կտեսնես, հետ օրը կգա։ Ես մտածում եմ, որ մի բան շատ ես ուզում ու իրոք հավատում ես, որ դա լինելու է, անպայման լինում է։ Տես, 2 րոպե էլ չկա, ինչ քո հետ խոսում եմ, բայց արդեն ժպտում եմ։ Շատ լավ է։ Հիմա մի քիչ էլ կխոսենք, կտեսնես ոնց է ներսդ լուսավորվում ու վատ մտքերը ոնց են գնում գլխիցդ։ Չէ, դու իրոք հրաշք ես։ Արփի մենակ դու կարայր ինձ ստիպել ես վիճակում ժպտալ։ Որ ասում եմ բարի փերի ես, ասում ես մի ասա։ Հիմա ոնց չասեմ, որ դու բարի փերի ես։ Ինչ ուզում ես ասա։ Մենակ տխուր մի եղի, լավ։ Լավ։ Հիշում ես քեզ ինչ եմ սովորացրել։ Չենք դժգոհում, չենք տխրում, չենք հիասթափվում, հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու ու առաջ ենք շարժվում։ Բարի չէ, պարոն փոխնապետ։ Վարդանյան։ Լսում եմ, պարոն փոխնապետ։ Սահակյանի համակարգիչ ինչ-որ խնդիր ուներ։ Դու մարդ ուղարկեցիր, որ վերացնեն այդ խնդիրը։ Սահակյանից ոչ մի բան չի ասել, պարոն փոխնապետ։ Ոնց։ Ասել էի դիմի քեզ, որ տղերքիցդ մեկին ուղարկես այդ խնդիրը վերացնեն։ Ամեն դեպքում ոչ մի բանից տեղյակ չեմ, պարոն փոխնապետ։ Լավ, ազատ ես։ Ոնց է հնարավոր, որ այսքան ինֆորմացիայի մեջ մի կարևոր բան չլինի։ Թույլ կտաք, Մայր։ Իհարկե։ Ոնց տեսնում եմ, համակարգիչդ արդեն աշխատում է։ Դե Վարդանյանի բաժնի տղերքը միշտ են օպերատիվ աշխատում։ Դե իրականում Վարդանյանի բաժնի տղաները համակարգիչից աշխատելու հետ այդքան էլ կապ չունեն։ Ոնց զորամ ասում, մենակ իրանք է զբաղվում։ Դե իրականում ինչև ուզում էի զանգեի, սկսեց աշխատել։ Հա, տենց ինքնուրույն որոշեց ու սկսեց աշխատել։ Պարզվեց հոսանքի լարից էր անջատվել, չէի նկատել։ Պարզ է։ Առավոտվա հետ կապած նորից ուզում էի ներողություն խնդրել, իրականում շատ տգեղված ստացվեց։ Ես մտնելուց առաջ գոնե պետքա զանգեի։ Դե նորմալ է, ոչինչ։ Պատահում է։ Շնորհակալ եմ, որ ըմբռնումով մոտեցար։ Բայց այսքան երկար պետք չի մնալ գնատուն հանգստացի։ Դե գիտես, մինչև աշխատանքս չավարտամ, չեմ կարող դուրս գալ։ Դե բարի գիշեր, Մայր։ Բարի գիշեր, պարոն փոխգնդապետ։ Ջան, թեյը բերել եմ։ Լավ ես արել, բայց ես թեյ չէի ուզում։ Գիտեմ, որ չես ուզել, բայց սիրտը զգաց, որ լիներ կխմեիր։ Դե լավ, ես քեզ լավ եմ ճանաչում։ Լասը տեսնեմ ինչ կա մտքիդ, ինչ ա ուզածդ։ Չես տենց ասում, պապ։ Պարտադիր պիտի ինչ-որ մի բան լինի, որ թեյ բերեմ։ Ես ասում եմ, քեզ շատ լավ գիտեմ։ Ասա տեսնեմ։ Դե լավ, աղջկադ լավ ես ճանաչում։ Այսօր Ալեքին եմ տեսել։ Ես էլ եմ տեսել, բայց ինչ չասես, որ հանդիպել եք։
Դե երևի ավելի կարևոր գործերի մասին եք խոսել։ Սարա, ինչ-որ բան ես ինձանից թաքցնում։ Ինչ։ Չգիտեմ։ Ինչ-որ ակնարկներով ես խոսում։ Ալեքից հարցեր ես տալիս, ինչ-որ բաներ ես ճշտում։ Դու հանդիպում եք։ Դու ինձ անհարմար դրության մեջ ես դնում, պապ։ Ինչի բալ ես։ Դու երբեք չես նեղվել քո զգացմունքների մասին ինձ հետ կիսվելուց։ Հիմա ինչ եղավ քեզ։ Դե ինչ ասեմ, պապ։ Չես սխալվել։ Ալեքը ինձ իրոք դուր է գալիս։ Ինչ եղավ, պապ։ Ինչի մի տեսակ եղար։ Որովհետև ես չեմ ուզում, որ դու Ալեքի հետ հույսեր կապես։ Բայց ինչի, պապ։ Ես այդպես եմ ուզում։ Ալեքից հեռու ես մնում։ Հասկացար։ Նազի մի հատ լուքդ նկարի ուղարկի տեսնենք։ Մի րոպե սպասեք։ Տեսակ աղջիկներ։ Օ, ինչ շքեղ ես Նազի, շորիկը շատ սիրուն է։ Էդ որտեղից ես աղել։ Միլանից եմ բերել հետս, նենց էլ թանկ էր, բայց դե գիտեք, ես իմ վրա չեմ խնայում։ Հա, ես էլ եմ տենց, եթե մի բան ինձ դուր է գալիս, գնին չեմ նայում, առնում եմ ու վերջ։ Աղջիկներ, ես մի բան եմ հասկացել, որ մենք պարտավոր ենք մեր վրա չխնայել։ Շատ ճիշտ է։ Մենք արժանի ենք լավինել, թանկինել ու գեղեցիկինել։ Այդքան բարեգործություններ ենք անում։ Մեր վրա բա պետքա խնայենք, էդ էր պակաս։ Հա, համաձայն եմ, լավ աղջիկներ, եկեք անջատենք, ես Սարակ պատրաստվեմ դուրս գամ թատրոնից Չուշանամ ամոթա։ Հա, Նազի ջան, բայց այսօր այնքան սիրուն ես, որ բոլորը ներկայացումը թողած քեզ են նայելու։ Շնորհակալ եմ, գիտես չէ, մահերս էլ նոր տուն եկավ, որ ինձ այս տեսքով տեսավ, նույն բանը ինքը ասեց։ Լավ դե, անջատում եմ։ Կհանդիպենք թատրոնում։ Կհանդիպենք։ Հասկացա՞ք։ Թևնոցս ուր է։ Լսի աղջիկ ջան, Ալեքը չի կարող լինել այն մարդը, ում կողքին դու քեզ ապահով կզգաս։ Ես դա թույլ չեմ տա։ Պապ։ Ոչ մի պապ։ Ես արգելում եմ, հասկացար։ Քեզ եմ հարցնում, Արուս, ուր է թևնոցս։ Չգիտեմ։ Լսի, իսկ այս գիշերով ինչ ես մենակով դուրս եկել առևտրի, ով ավարկել։ Տատիկս վատ էր զգում իրեն, չէր կարող գալ։ Քույրիկներս էլ մրսում էին։ Դրա համար ես եմ եկել, որ մեր համար ուտելու բան տանեմ։ Ես նենց եմ սարքել դրա գլխին, որ իրան մեր տնից ուղակի դուրս են շպրտելու։ Եթե սենց ես խոսում, ուրեմն ոչ մի բան չես արել։ Տարուն ասում եմ գլխին սարքել եմ։ Կներեք, ճանաչում եք երեխային։ Չէ, չեմ ճանաչում։ Չգիտեմ ով է։ Իր նման երկուսի հետ փողոցներում մուրացկանություն է անում, մարդկանցից փող են հավաքում։